այսօրվա այդ հագեցած տեխնոլոգիական աշխարհում մի փոքր ռոմանտիկան պակասում է։ Ինչպես ասում են, դժվար ժամանակները ծնում են լավ մարդկանց, իսկ հեշտ ժամանակները վատ մարդկանց։ Ես կարծում եմ, այ նրբությունը շատ պակասում է քաղաքականության մեջ։ Ոչ միտեղ գրված չէ, որ քաղաքականությամբ միայն պետք է տղամարդիկ զբաղվեն, արմատներս Արցախից են։ Հենց սրանով է պայմանավորված են անսահման սերը եւ ձգտումը, մողումը եւ հույսը, որ մի օր նորից վերադառնալու եմ այնտեղ։ Քաղաքականությունը սովորաբար կոշտ է եւ անդամ, բայց ես փնտրում եմ մարդուն այդ ամենի հետևում։ Ես Լիդիա Սահակյանն եմ, իսկ սա նուրբ քաղաքականությունն է։ Այսօրվա իմ հյուրը Աննա Կոստանյանն է։ Բարև ձեզ, շնորհակալ եմ զրույցի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, սիրով։ Սկսենք թերևս մանկությունից ավանդույթի համաձայն։ Ասում են, չէ, մեր մանկությունը ինչ որ հոտի հետ է առհասարակ ասոցացվում։ Ինչ հոտ ունի ձեր մանկության երջանկությունը։ Գարնանային, հատկապես մայիսյան կանաչի հոտը, ես հիշում եմ ամենասիրելի եղանակներ եւ թեև ինքս ծնվել եմ ձմռանը, բայց ձմեռը տանել չէի կարողանում ու անհամբեր սպասում էի գարնան առաջին կանաչը տեսնելուն ու այդ հոտը զգալուն։ Եվ գարնան հոտը իմ մոտ նոր կյանքի սկզբի ասոցիացիաներ էր առաջացնում եւ ներքուս տրամադրվում է, որ հեսա ինչ որ լավ բաներ են լինելու։ Եվ հետո ամենապրիմիտիվ մանկական ձգտումներն ու մողումները օրերը տաքանան, որ շուտ փախնենք դուրս խաղալու։ Հետաքրքիր է։ Երեք սոցցանցերը թերթելիս մի տեսանյութ տեսա, որտեղ 80-ականների, 90-ականների ներկայացուցիչները շատ երանությամբ են արտահայտվում այսօրվա սերնդի ներկայացուցիչների հասցեին, մասնավորապես երիտասարդների, մանուկների, ովքեր անհոգ մանկությամբ են ապրում, դե գաղտնիք չէ, որ մենք մեր զավակներին այլ կերպ ենք դաստիարակում, նրանց ապրելակերպը այլ է։ Դուք այդ չելենջին կմիանայիք, թե իրականում ոչ, որովհետև կարծում եմ յուրաքանչյուր սերունդ իր մանկության ժամանակահատվածում ունի իրան յուրահատուկ հետաքրքրությունները, ռոմանտիկան եւ հատկապես մեր սերնդի մարդիկ չեմ կարծում, թե պետք է այդպես առանձնահատուկ բարի նախանձով նայեն ժամանակակից աշխարհում ապրող պատանիներին կամ երիտասարդներին։ Հիմա էլ իր բարդություններն ու դժվարությունները ունի այս սերունդը, որքան էլ առաջին հայացքից գուցե թվում է, թե անհոգ են ապրում, հասանելիություն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների տված մեծ լայն հնարավորություններին, բայց ինչ որ առումով այսօրվա այդ հագեցած տեխնոլոգիական աշխարհում մի փոքր ռոմանտիկան պակասում է, որը կարող եմ վստահաբար ասել, կար մեր մանկության տարիներին, թեև այդ տարիները շատ բարդ, ցուրտ, մութ եւ ինչ որտեղ նաեւ սովի տարիներ էին, բայց մեր սերունդը այդ տարիներին իր հետաքրքրություններն ու ռոմանտիզմը վստահաբար գտել է։ Պարզապես մենք դա հիմա ենք սկսում գնահատել։ Ես նաև իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ մեր ծնողները ավելի խստապահանջ էին մեր նկատմամբ, վստահաբար, որովհետև մեր սերունդը, որ տեսել է այդքան դժվարություններ, հիմա այսպես ասած մենք կոմպլեքսներ ունենք, որպեսզի զերծ բարենք մեր երեխաներին մեր տեսած դժվարություններից, ինչպես ասում են, դժվար ժամանակները ծնում են լավ մարդկանց, իսկ հեշտ ժամանակները վատ մարդկանց։ Ես կարծում եմ, որ այդպես ցիկլիկ հերթափոխի արդյունքում սերունդները մեկը մյուսից սովորելու հնարավորություն են ձեռք բերում։ Ես էլ օրինակ իմ երեխաներից եմ շատ բաներ այսօր սովորում, որովհետև նրանց հայացքը այլ է, համապատասխան 21-րդ դարի միտումներին, եւ նրանք էլ իրենց հերթին օգնում են ինձ վերարժևորել ու գնահատել այն տարիները, որոնք մենք ապրել ենք, սակայն ինչ որտեղ նաեւ այն գիտակից ձևով չեն գնահատել։ Կպատմեք ձեր արմատների մասին, առհասարակ որտեղից եք սերում։ Ես ծնվել եմ Երևանում, սակայն իմ ծնողների արմատները շատ հետաքրքիր ձևով խառը տեղերից են գալիս։ Պապս գյումրեցի էր,
ծնվել է 1914 թվականին եւ 26 թվականի Գյումրու մեծ երկրաշարժից հետո ցավոք սրտի որփանալով տեղափոխվել է Երևան։ Հորական տատս եղել է Տավուշից։ Մորականս կողմը եւ հայրը եւ մայրը արմատներով գնում են դեպի Արցախ աշխարհի տարբեր մասերը, ցավոք սրտի 1900-ականների սկզբին Շուշիի ջարդերից փախել նախկին Գանձակի տարածք, այժմ ադրբեջանական համարվող, այնուհետև արդեն 80-ականներին տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Եվ ես վստահաբար, ու քանի որ նաև այդպիսի միտում կա ասելու, որ Տավուշի մարզում մասնավորապես Արծվաբերդի շրջանի ժողովուրդը նույնպես եկվոր է Արցախից, վստահաբար կարող եմ ասել, որ 70%-ից ավելին արմատներս Արցախից են։ Եվ երևի թե հենց սրանով է պայմանավորված են անսահման սերը եւ ձգտումը, մողումը դեպի Արցախը ու ցավը եւ հույսը, որ մի օր նորից վերադառնալու եմ այնտեղ։ Իսկ ինչ մասնագիտություն ունեին ձեր ծնողները եւ արդյոք նրանց կայացրած որոշումը մասնագիտության հետ կապված որևէ կերպ ազդեց արդեն ձեր կայացրած որոշմանը, արդեն գիտակից տարիքում։ Հայրս եղել է երաժիշտ սովետական միության տարիներին, հատկապես փլուզման այդ վերջին 5 կամ 10-ամյակում եղել են վագախմբի ղեկավար։ Փլուզման ընթացքում դեպի անցում, անկախ Հայաստանի ժամանակահատվածում, ինչպես եւ գրեթե բոլոր հայերը, սեփական անձնական նախաձեռնությամբ սկսել է արդեն այլ պրոֆիլներում աշխատանք տանել։ Մայրս սովետական միության տարիներին եղել է կենտրոնական կոմիտեի դեպուտատ, թեև կարճ ժամանակահատված է աշխատել, սակայն այնքան տպավորիչ է եղել իր այդ գործունեության մասին պատմությունները իմ մանկության տարիներին, երբ պատմում էր, որ կարծում եմ այնուամենայնիվ ազդեցություն որոշակի ունեցել է իմ հետագա քաղաքական գործունեության որոշումը կայացնելու վրա։ Սակայն ինձ երբեք չեն ուղղորդել իմ ծնողները ինչ մասնագիտություն ընտրել, թեև 90-ականների սերունդ լինելով, 80-ականների 87 թվականին եմ ծնվել եւ դպրոցական տարիները անցել են 90-ականներին, բարդ էր մասնագիտական ընտրություն կատարել, հատկապես երբ կողմնորոշող ինստիտուտ չկար, բացակայում էր նաև դպրոցում եւ ստիպված էինք այդ ընտրությունը կատարել սեփական հմտությունների գերակայությամբ պայմանավորված։ Եվ ես էլ ընտրությունս կատարել եմ դպրոցի վերջին դասարանում, չնայած շատ երազում էի միջազգային հարաբերություններում սովորել, բայց գնացի լեզուների ուսումնասիրության ուղղությամբ։ Սա դարձավ իմ համար կյանքի ամենամեծ առավելությունը աշխատանքային տարբեր հարթակներում հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից, նաև քաղաքականությունում տարատեսակ կոնտակտներ հաստատելու համար։ Տեղյակ եմ նաև պարսկերենին եք տիրապետել։ Այո, երկրորդ մասնագիտական լեզուն ցավոք սրտի 17 տարի գրեթե չեմ օգտագործել, մի կարճ ժամանակահատված թարգմանչական գործով զբաղվեցի, այնուհետև իհարկե աշխատանքի բերումով որոշ չափով հեռացա լեզվից, բայց այնքան բնական հակում կար ինձ մոտ լեզվի ուսումնասիրության ընթացքում, որ կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում կարող եմ էլի վերականգնել, բնականաբար անհրաժեշտությունից ելնելով։ Ասում են պարսկերենը հետաքրքիր պատմամշակութային արժեհամակարգ է ձևավորում։ Ուսումնասիրել եք մշակույթը, թե զուտ լեզուն։ Իհարկե, միանշանակ իմ բախտը այդ առումով բերեց, որովհետև մեր համալսարանում, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում մեր ընդունելության առաջին իսկ տարին էր բացվել պարսկերեն լեզվի բաժինը եւ կարելի է ասել համալսարանը ամեն ջանք դրեց, որպեսզի լավագույն ուրեմն դասախոսները այդտեղ դասավանդեն եւ ես բախտ ունեցա այսպես ուսանելու մի քանի հրաշալի դասախոսների մոտ, ովքեր համապարփակ ձևով այսպես կարող եմ ասել լեզուն
ուսումնասիրելու հնարավորություն տվեցին, այդ թվում նաև մշակույթը։ Իդեպ անհնար է, լեզուները ուսումնասիրել առանց մշակույթին առնչվելու, որովհետև հենց մշակույթի միջոցով դու կարող ես հոտառությամբ զգալ այդ լեզվի խորքերը, պատմությունը ու նաև հասկանալ արդյոք այն քեզ ինչ որ առումով հարազատություն ունի, թե չէ, պարսկերենը հենց այդպիսին է։ Մեր հազարամյակների հարևանները բնականաբար նաև լեզվական առումով ազդեցություն են ունեցել Հայաստանի եւ նրա ժողովրդի լեզվական զարգացման վրա, եւ այդ առումով կարծում եմ, որ ինձ հեշտ տրվեց լեզուն սովորել ու յուրացնել։ Հարցս գուցե տարօրինակ թվաց ես առաջին հայացքից, բայց որպես լեզվաբան, ո՞րն է ձեզ համար ամենավտանգավոր բառը մարդկանց հետ հաղորդակցվելու գործում։ Եթե նկատի ունեք հայերենում, կարծում եմ ներողությունը։ Հաճախակի կիրառելիությունը այդ բառի արժեզրկում է նրան եւ դառնում վտանգավոր, որովհետեւ մարդիկ իմ կարծիքով ենթագիտակցաբար սկսում են մտածել, որ դու կարող ես հանգիստ սխալներ թույլ տալ եւ շատ արագ ասել ներողություն, ինչը նաև թույլ է տալիս մտածելու, որ չի կանխի դա, սխալ քայլեր տվյալ անձի կամ երևույթների հանդեպ իրականացնելուց։ Ես կարծում եմ ներողությունը շատ կարևոր, շատ գեղեցիկ, միևնույն ժամանակ վտանգավոր բառ է։ Պետք է գործածել ըստ անհրաժեշտության։ Ըստ անհրաժեշտության եւ շատ ծանրակշիռ ձևով։ Հետաքրքիր է։ Վերադառնանք ծնողներին։ Ո՞րն էր ձեր ծնողներից ժառանգած այն ամենակարևոր դասը, գուցե պատգամը, որը մինչ օրս ձեզ հետ է, որով առաջնորդվում եք կյանքի դժվար փուլերում եւ որը ձգտում եք փոխանցել նաեւ ձեր զավակներին։ Ես հիշում եմ մանկության տարիներին հայրս շատ հաճախակի, ընդ որում կարող եմ վստահ ասել կոնտեքստից կտրված, կրկնում էր կարևորը լավ մարդ լինելն է, շատ հաճախակի։ Ես իհարկե մեծանալով եւ ավելի հասուն տարիքում հասկացա, թե ինչու էր այդպես հաճախակի կրկնում, ըստ երևույթին կյանքի տարբեր փուլերում, իրավիճակներում կամ մարդկանց հետ շփման ժամանակ սեփական փորձով բախվել էր, եթե կոպիտ չձևակերպեմ, ոչ արժանի մարդկանց հետ շփման, հետևաբար նա կարևորում էր լավ մարդ լինելու անհրաժեշտությունը կյանքում, հետևաբար իր ամենաառաջին եւ ամենակարևոր դասը, որ այդպես դաջվել է իմ մտքում, հոգում եւ սրտում, հենց այդ արտահայտությունն էր եւ կարծում եմ դա ինձ համար դարձավ կյանքի ուղեկից։ Մորս պարագայում կարող եմ ասել, որ դա ոչ թե խոսք է եղել, այլ կեցվածք, ձիրք, վարքագիծ եւ նրա համառություն մինչև վերջ գնալու, հասնելու այն նպատակակետին, որը քո առջև դրել ես։ Դուք նույնպես այդպիսինն եք։ Ես կարծում եմ, այո, չնայած իմ կյանքում բազմաթիվ իրողություններ են եղել, որ ստիպել են հետ կանգնել, սկսած որևէ նախաձեռնությունից, բայց համարում եմ ինձ նպատակասլաց մարդ եւ բավարար համառություն ունեցող, ով կարող է հասնել իսկապես դրված նպատակին։ Բազմիցս եք հաղթահարել, տեղյակ եմ, կյանքի մատուցած մարտահրավերները եւ այսօր, երբ հետ եք նայում ձեր զավակների համար, կցանկանայիք նույն կյանք, ինչով անցել եք դուք, թե ավելի նուրբ, ավելի հանգիստ կյանք։ Մոտ 15 տարի առաջ կամ 16, երբ երեխաները շատ փոքր էին, միշտ մտածում էի, որ ամեն ջանք պետք է գործադրեմ, որպեսզի նրանց հետ պահեմ տարբեր մարտահրավերներից, որոնց առջև ինքս եմ կանգնել, որպեսզի նրանք չտեսնեն դժվարություններ։ Հիմա հակառակն եմ կարծում, որ ցանկացած դժվարություն ու մարտահրավեր մարդուն կերտում է եւ դարձնում է այնպիսին, ինչպիսին ինքը կա կամ պետք է լինի, որպեսզի կարողանա նաեւ կայանալ, կառուցվել, դառնալ միգուցե իր երազանքի անհատը եւ անձը եւ կարծում եմ այդ փափուկ բամբակների մեջ մեծացնելու սկզբունքը ծնողների կողմից եւ շատ հաճախ հայ ծնողների կողմից կիրառվող այնքան էլ ճիշտ սկզբունք չէ։
որովհետև ծնողները զրկում են իրենց երեխաներին ինքնահաստատումից, կայացումից եւ գուցե ավելի հասուն տարիքում երեխաները նրանց մեղադրեն, որ չեն կարողացել իրենց ավելի կոշտ գուցե կամ դիմակայող դարձնել, հաղթահարող դարձնել, հետեւաբար յուրաքանչյուր անհատ ինքը պետք է կարողանա հաղթահարել բոլոր իր առջև դրված խնդիրներն ու մարտահրավերները։ Ես այդպիսին եմ եղել եւ ինքս էլ փորձում եմ հնարավորինս այնպիսի արժեքներ փոխանցել երեխաներիս, որ իրենք էլ իրենց հերթին կարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները, որ կյանքը պատրաստել է նրանց առջև։ Կարծում եմ ժամանակն է անդրադառնալ նաև քաղաքականությանը, որովհետև այստեղ, ինչպես գիտեք, մարտահրավերները անխուսափելի են։ Դե ինչպես կարող ենք առանց քաղաքականության։ Այո, կոշտ ու կոպիտ կողմերին անդրադառնանք նուրբ պրիզմայով։ Կնոջ դերը քաղաքականության մեջ ինչն է ամենադժվարը կնոջ համար տղամարդկանց աշխարհում։ Ես կասեի կանանց համար քաղաքականության մեջ ամեն ինչն է դժվար։ Սկսած միայն այն հանգամանքից, որ կանայք տասնապատիկ ավելի հաճախ եւ ավելի մեծ խոշորացույցի տակ են հայտնվում, քան տղամարդիկ, ավելի կոշտ քննադատության են արժանանում, քան տղամարդիկ։ Տղամարդիկ գուցե նման վարքագծին, կոշտությանը, կոպտությանը, երբեմն նաև անկանոն եւ չգրված կանոններին հեշտ են համակերպվում, կանանց դա շատ ավելի դժվար է տրվում եւ կանանց ավելի դժվար են ընդունում քաղաքականության մեջ, չնայած մյուս կողմից կարող եմ ասել հատկապես վերջին տասնամյակում այդ տենդենսը մի փոքր ավելի սկսել է փոխվել, կոմպլեքսները սկսել են կոտրվել եւ եթե մեկ տասնամյակ առաջ, ինչու եմ մեկ տասնամյակ առաջ ասում, որովհետեւ այդ տրանսֆորմացիան քաղաքականության մեջ կանանց դերի բարձրացման շատ ավելի արագ սկսեց տեղի ունենալ։ Այն ժամանակ կանանց այսպես թարս էին նայում, ինչ գործ ունի կինը քաղաքականության մեջ, հիմա դարձել է շատ ավելի պահանջված երևույթ եւ անհրաժեշտ երևույթ, գուցե նրանով է պայմանավորված, որ հասկացել են ինչպես քաղաքականությունում, ինչպես բնության մեջ, այնպես էլ քաղաքականությունում բալանսը լավ բան է եւ ոչ միտեղ գրված չէ, որ քաղաքականությամբ միայն պետք է տղամարդիկ զբաղվեն։ Կանայք իրենց անհրաժեշտ պերսպեկտիվը, իրենց հայացքն են բերում եւ դա օգնում է այն ավելի առողջ դարձնել, որքան որ հնարավոր է։ Այո, քիչ առաջ նշեցիք, որ տենդենսը տարեցտարի անհրաժեշտ երևույթ է դարձել, իսկ ինչու է անհրաժեշտ եւ առհասարակ ո՞րն է կնոջ առաքելությունը ոլորտում։ Ես կարծում եմ նուրբ չէ, հենց բառը հուշում է։ Այդ նրբությունը շատ պակասում է քաղաքականության մեջ։ Հայացք, խոնար, հեզ եւ խնամող, որը քաղաքականության մեջ փոխում է իրավիճակ, իրադրություն, եւ հենց սա է, որ կանայք կարող են իրենց կողմից բերել, եւ միայն կանայք դա կարող են իրենց կողմից բերել եւ փոփոխել այն կոշտ ու կոպիտ ջունգլիների կանոնները, որոնք հազարամյակներ հաստատված են քաղաքականության մեջ եւ հատկապես այս խառնաշփոթ աշխարհում, երբ ինչպես ժողովրդական լեզվով ասում են, շունը տիրոջը չի ճանաչում։ Եվ Հայաստանում եւս հատկապես մենք հիմա այնպիսի շրջադարձային փուլ ենք ապրում, որտեղ 30-ամյա անկախ պատմություն կերտելով մենք հասել ենք այն իրավիճակին, երբ հասկանում ենք, որ հենց այդ հոգատարությունը սեփական պետության, սեփական ազգի արժեքների, մշակույթի եւ պատմության հանդեպ պակասում է եւ մենք կանայքս կարծում եմ հենց այս առաքելությունը է, որ պետք է իրականացնենք հայկական քաղաքականության մեջ։ Բայց համաձայն եք, որ քաղաքականությունը կոփվում է նաեւ կնոջը, հետեւաբար նաեւ կոպտացնում որոշ առումներով։ Միանշանակ եւ դա անխուսափելի է, որովհետեւ բախվում ես այնպիսի իրավիճակների, երբ հասկանում ես, որ կա անհրաժեշտություն օրինակ ճկունություն ցուցաբերել ինչ որ իրավիճակներում,
Կան իրավիճակներ, երբ հուզմունքդ ստիպված ես թաքցնել, երբ անարդարությունից գրեթե պետք է լացես, բայց ստիպված ես զսպել, որովհետև դա դիտվելու է որպես թուլություն։ Եվ սա կաթիլ հավաքվելով սկսում է քեզ քարացնել, կոփել եւ դարձնել այն կերպարը, որտեղ հանրությունը հանձին քեզ կարող է տեսնել նաեւ որպես առաջնորդի, ոլորտային կլինի, պետական առաջնորդի, կուսակցական առաջնորդի, էական չէ, բայց առաջնորդի, ով պատրաստ է իր ուսերին, իր փխրուն ուսերին կրել մի շարք տարբեր ծանրության խնդիրներ, որոնք բարձրացնում են քաղաքականության մեջ մեր քաղաքացիները, եւ դու պետք է այդ պատրաստակամությունը հայտնես, կամք ունենաս եւ ստանձնես պարտավորություն դրանք արժանապատիվ ձևով տանելու։ Այլապես շրջադարձ պիտի կատարես եւ հրաժարվես քո իսկ բռնած ճանապարհից։ Իսկ ո՞րն է ձեր կանացի զենքը, ճակերտավոր, որը օգնել է լուծել նույնիսկ ամենադժվար քաղաքական խնդիրները։ Հետաքրքիր, միևնույն ժամանակ շատ բարդ հարց է։ Ես կարծում եմ, իմ ուշադրությունն է։ Ես չափազանց ուշադիր եմ խոսքերի, բառերի եւ մարդկանց վարքագծի հանդեպ։ Եվ դա ինձ հնարավորություն է տալիս հնարավորինս օբյեկտիվ եւ արդար վերլուծելու իրավիճակներ եւ գտնելու լուծումները տվյալ իրավիճակների, որովհետեւ եթե ուշադիր չես, ականջիդ կողքով բաց ես թողնում կարևոր ուղերձներ մարդկանց կողմից տրվող, իսկ դրանք քաղաքականության մեջ չափազանց առանցքային դերակատարություն ունեն, դու կարող ես ուղղակի ոչ ճիշտ լուծումների գալ եւ այստեղ միայն քո պատասխանատվության եւ քո անձի հարց չէ, դու պատասխանատու ես նաեւ հանրության ինչ-որ հատվածի, ինչ-որ սեգմենտի համար, որովհետեւ ստանձնել ես պարտավորություն նրանց խնդիրներին լուծումներ բերելու եւ իմ պարագայում կարծում եմ հենց դա է ամենակարևոր զենքը։ Եղել են դեպքեր, երբ ձեր տեսակետը չհամընկնի թիմակիցների, սիրելի մարդկանց, աշխատակիցների, գոլեգաների տեսակետին եւ առհասարակ ինչպես եք վարվել այդ դեպքում։ Նախընտրել եք լուռ մնալ, թե առաջ տանել ձեր ճշմարտությունը։ Հետաքրքիր հարց է, որովհետեւ հիմնականում իմ տեսակետները գրեթե մեծամասամբ չեն բռնում գոլեգաների կամ թիմակիցների տեսակետների հետ եւ հենց դրանում է ամենամեծ գրավչությունը։ Սա ինձ համար դարձել է մի տեսակ մարտահրավեր, որ ես պետք է հաղթահարեմ։ Իսկ ինչպես պետք է հաղթահարես, եթե ոչ օրինակ հիմնավոր փաստարկներ եւ հակափաստարկներ բերելով։ Մարդկանց անհրաժեշտ է, որպեսզի կարողանաս դու քո պատկերացումը եւ լուծումը պատշաճ ձևով հիմնավորես եւ բացատրես ինչու է քո միտքը ճիշտ եւ ոչ օրինակ X1-ինը։ Եվ սա կարծում եմ հենց մեր կյանքի բանավեճերի ամենաառանցքային կետն է, բայց նաեւ վստահաբար կարող եմ ասել հիմնականում ստացվում է եւ հաջողում եմ այդ բանավեճում հաղթանակ ունենալ, ոչ ոք չի երաշխավորել, որ հեշտ է լինելու, ես էլ պատրաստ եմ դժվարություններին։ Ձեզ նայելով տպավորություն է ձևավորվում ինձ մոտ, որ դժվարությունները ժպիտով եք հաղթահարում։ Արդեն այո, առաջ շատ դժվար, շատ ծանր, դեպրեսիվ էի տանում, բայց կարծում եմ դա կյանքի հենց ամենաբնականon փուլերն էին, երբ ես որպես մարդ կարողացել եմ ինքնակերտվել եւ այդ շրջափուլերում հասկանալ, որտեղ է իմ դերակատարությունը եւ ինչու պիտի ես դժվարություններին դեմ հանդիման կանգնեմ։ Եվ կարծում եմ հիմա ոչ մի բեռ, որ տրվում է մարդուն, հենց այնպես չի տրվում։ Մեզ տրվում է մեր ուսերին բավարար չափով եւ ծանրության կրելու հնարավորություններ եւ մենք դա պետք է պատվով տանենք առանց տրտնջալու, որովհետեւ երբ սկսում ես դժվարությունների մեջ փնտրել հազար պատճառ, թե ինչու չես կարող դա լուծել, ինչու չպետք է դա անես, իհարկե երբեք լուծումների չես գալու։ Իմ կյանքի կրեդոն է միշտ փորձել գտնել
լուծումներ եւ հնարավորություններ են տեղ, որտեղ դրանք գուցե շատերի կամ մեծամասնության համար բացակայում են։ Եղել է ձեր կյանքում երազանք կամ նախագիծ, որը կյանքի չեք կոչել քաղաքականության մեջ ներգրաված լինելու պատճառով եւ որի պատճառով մինչ օրս ափսոսում եք։ Այո, կա այդպիսի երազանք չի ասի, նպատակ եւ միտք, որը շուրջ 1 տասնամյակ անընդհատ մտածում եմ իրականացնելու համար, բայց բնականաբար քաղաքական process-ներում ներգրավվածությունը թույլ չի տալիս, որովհետեւ ես իմ կյանքի ճանապարհին ինձ համար ֆիքսել եմ շատ առանցքային մի կարևոր դերակատարություն Հայաստանի Հանրապետության պետականացման ամրացման կամ կայացման հարցում իմ դերակատարությունը ունենալու եւ այս առաքելությունը իր նպատակակետին հասնելու համար որոշակի անձնական մտքեր եւ նախագծեր առայժմ մի կողմ եմ դրել, սակայն վստահ եմ ինչ որ մի օր դրանք իրականացնելու եմ եւ անկախ նրանից թե դրանք ժամանակավրեպ կլինեն թե ոչ, կարծում եմ դրանց ակտուալությունը տվյալ ժամանակահատվածում առանցքային դերակատարություն ամեն դեպքում ինձ համար կունենա եւ այդ նպատակներից կամ գուցե երազանքներից մեկն էլ այն է, որ ես ներկայացնեմ իմ կյանքի պատմությունը Հայաստանի Հանրապետության կայացման ենթատեքստում։ Ով եմ եղել ես, ինչու եմ մտել քաղաքականություն, ինչ դերակատարություն եմ ունեցել եւ ինչի համար։ Սեփական էմոցիաները վերահսկելու անհրաժեշտությունը խանգարում է։ Այո, իհարկե, երբեմն կանանց պարագայում դա շատ ավելի դժվար է տրվում, սակայն հայ քաղաքական կյանքում բազմիցս իրավիճակներ են ստեղծվել, երբ ես համոզվել եմ, որ ամեն դեպքում կանանց մոտ, հատկապես պրոֆեսիոնալ կանանց մոտ ավելի հեշտ է ինքնատիրապետումը ստացվում, քան տղամարդկանց։ Կանանց որքան էլ որ հատուկ է, չափազանց մեծ էմոցիոնալ ֆոն ունենալ եւ դրսեւորելը եւ երբեմն կանայք ավելի շատ ինտուիցիայով են առաջնորդվում, իմ կյանքի փորձը ցույց է տվել, որ այդ ինտուիցիան շատ հաճախակի ավելի ճիշտ է դուրս գալիս, քան չափազանց մեծ ինքնատիրապետումը եւ սեփական զգացմունքները կառավարելը։ Այդ զգացմունքները երբեմն նաեւ մեզ օգնում են իրավիճակները լուծել ու հանգուցալուծել։ Որն էր ձեր կյանքի ամենամեծ վախը, գուցե փորձությունը, որի ոչ թե պատճառով, այլ շնորհիվ դուք այսօր այնտեղ եք, որտեղ պետք է լինեք, դուք այսօր այն կինն եք, որը պետք է լինեք։ Ես կարծում եմ մեկ այդպիսի իրավիճակ չի եղել իմ կյանքում, որովհետև շատ տարբեր իրադրությունների միջով եմ անցել եւ դրանք այսպես համապարփակ ձևով դերակատարություն են ունեցել իմ անձի կերտման եւ իմ ինքնակերտման ճանապարհին, հետեւաբար շեշտադրել կամ առանձնացնել մեկ այդպիսի դրվագ չեմ կարող, սակայն շրջադարձային երկու իրավիճակ ցավալիորեն վատ իրավիճակ, որ ազդեցություն ունեցել են 99 թվականի հոկտեմբերի 27-ի մեզ հայտնի պարլամենտի դեպքերն են եւ երկրորդը արդեն 20 թվականի 44-օրյա պատերազմը։ Մի ժամանակահատված, երբ ես լինելով խորհրդարանական խմբակցության անդամ հասկացա եւ գիտակցեցի, որ այս իրավիճակում, երբ իմ պետությունը գտնվում է ծանրագույն շրջանում, երբ երիտասարդներ են զոհվում, իմ ձեռքի տակ եղած մանդատը ոչ մի դերակատարություն չունի։ Ես հասկացա, որ գուցե ավելին պետք է հասնել այդ մանդատից անդին, որպեսզի կարողանաս առնվազն կանխատեսել նման իրավիճակները եւ զերծ պահել քո պետությունը։ Թերևս այս երկու շրջադարձային իրադարձությունները, որ մեր պետության կյանքում տեղ են գտել, խորապես ազդել են նաեւ ին վրա։ Առայժմ տխուր նոտաների չանդրադառնանք, խոսենք հաճելիի մասին, հետաքրքիր է ինչպիսին եք դուք տանը աշխատանքային եռուզեռից հետո։ Շատ ցավոտ թեմա է։
Աշխատանքային եռուզեռից հետո սովորաբար դա այնքան ուժ ժամեր են լինում, որ նույնիսկ չես էլ հասնում տան առօրյայի մեջ ինտեգրվել, հասնում ես թեթևակի շփվել երեխաների հետ, մի երկու հարց տալ, տեղեկանալ իրենց առօրյայից, ինչ փոփոխություններ կան եւ իհարկե կան, սակայն երեխաներս արդեն ադապտացել են, հա, իմ առօրյային արդեն շուրջ 10 տարի, երբ ակտիվ քաղաքականության մեջ եմ եւ երեխաներս էլ բավականին փոքր տարիքից սովորել են այն առօրյային, որը որ իմ կյանքում տեղ է գտել, լավ է թե վատ է, դա կյանքը ցույց կտա եւ նրանք կասեն, իհարկե բողոքներ մշտապես կան, որովհետեւ որքան մեծանում են, այնքան ավելի շատ են կարոտում միմյանց հետ շփումը եւ այդ բացը լրացնել ոչ մի ձև հնարավոր չի, որովհետև միշտ կա կարոտի զգացողություն, միշտ կա այդ հապճեպությունը, արագ ինչ-որ բան պատմելու, հասցնելու, որովհետև գիտեմ, որ մաման հեսա էլի շատ զբաղված է լինելու, դա շատ ցավոտ է, հուսամ մի օր իրենք ինձ կներեն, հասկանալով, թե ինչու է այդպես ստացվել։ Իսկ երբևէ եղել է դեպք, երբ նրանք ձեզ հարցնեն, ինչու է այսքան երկար ժամանակ տրամադրում քաղաքականությանը։ Ինչ եք պատասխանել նրանց։ Իհարկե եղել են եւ սովորաբար այդ հարցը ինձ միշտ տալիս է իմ դստրիկը, որը արդեն 17 տարեկան է եւ շատ հետաքրքիր է, որ այդ հարցը տվել է ավելի փոքր տարիքում 7 կամ 8 տարեկան էր, մի անգամ նեղացած, որ ինչ որ բաներ խնդրել անելու ու չստացվեց ժամանակի սղության պատճառով եւ ասաց ինչու է օրինակ որ ուրիշների մամաները կարողանում են իրենց երեխաների հետ անել իսկ դու ոչ դա երման ջրի պես մի բան էր որ լցվեց իմ գլխին սթափության ազդակ որ միգուցե այն ինչ որ ես զբաղված եմ չպետք է դրանով զբաղվեմ եւ պետք է իմ ամբողջական ժամանակը տրամադրեմ երեխաներին բայց ժամանակի եւ տարածության մեջ կարծում եմ ստացվեց բացատրել երեխաներիս եւ հնարավորինս խուսափել տրավմաներից գուցե որ կարող էին ստանալ երեխաները որովհետեւ մոր դերը անփոխարինելի է երեխաների կյանքում եւ այդ բացը երբեք չես լրացնի ոչ մի բանով եւ երբեք հետեւաբար շատ զգուշ եւ նուրբ ձևով պետք է վերաբերվել իմ երեխաների պարագայում իրենք չափազանց խելացի եւ կարծում եմ կարողացել են հասկանալ թե ինչ եմ ես ինքս համար առաքելություն սահմանել զբաղվել մի բանով որը իրենցից ժամանակ է խլում եւ քեզ դարձնում է ոչ օրդինար կին եւ մտցնում դժվարությունների շրջափուլ, որոնք երբեք չեն ավարտվում, երբեք։ Ինչպիսի Հայաստան եք ուզում փոխանցել ձեր զավակներին։ Իրական անվտանգ ազգային Հայաստան, որտեղ պատմությունը եւ մշակույթը չեն ջնջվում, չեն մոռացվում, որտեղ արժեքները վեր են սոցիալական մի շարք խնդիրներից, որտեղ երիտասարդ սերունդը արժևորում է նաև մեր մեծերի դերակատարությունը այս հայրենիքի եւ պետության կերտման գործում, որտեղ հարգանքը եւ արժանապատվությունը առանցքային են եւ այդ արժանապատվության զգացողությունը իրենք էլ պիտի փոխանցեն իրենց հաջորդող սերունդներին։ Ես կարծում եմ, սա մի փոքր գուցե շատերի համար պաթետիկ հնչի, բայց ես հենց այդպիսի Հայաստան եմ ուզում տեսնել, առաջին հերթին ինքս եւ երեխաներիս համար բնականաբար։ Իսկ եթե հնարավորություն ունենայիք քաղաքականության մեջ ինչ-որ բան փոխել, ձեր նպատակին հասնելու համար, ինչը կփոխեիք։ Մշակույթը, քաղաքական մշակույթը, որտեղ չեն գործում կանոններ, որտեղ չկա հարգանք, որտեղ վայրի մեթոդներով են եւ անհավասար մրցակցությամբ են պայքարում միմյանց դեմ եւ սա նաեւ այն խնդիրներից մեկն է, որ ինքս իմ առջև դրել եմ
եւ փորձում եմ փոխել քաղաքականության մեջ, որքանով դա լավ կամ վատ ստացվում է, կարծում եմ ապագան ցույց կտա։ Կա արդյոք հարց, որը չեմ հնչեցրել, բայց որին կցանկանայիք պատասխանել։ Միակ ուղերձը, որ կուզեի ինքս տալ, ես կարծում եմ Հայաստանը շատ բնական փոփոխությունների շրջան է անցնում։ Առաջին հայացքից եւ շատերի մոտ գուցե թվա թե հուսալքող է այն իրավիճակը, բայց միշտ լինում են ել ավելի վատ իրավիճակներ աշխարհի ամենատարբեր տեղերում, ամենատարբեր ազգերի մոտ եւ մենք գտնվում ենք իրականում այնպես իրավիճակում, որ կարող ենք այս իրավիճակը որպես հնարավորություն օգտագործենք այդ հնարավորությունը մեր երազանքների Հայաստանը կերտելու համար։ Անցնենք բլից հարցերին։ Սիրով։ Եվ այսպես, առավոտը սկսվում է սուրճով, թե լրահոսով։ Լրահոսով սուրճ չեմ խմում սովորաբար։ Ինչն է ձեզ ստիպում արտասվել։ Այ, բարդ հարց է, ամենատարբեր ու անկանխատեսելի իրավիճակները, ամենաշատը Հայաստանի պատմության հետ կապված դրվագներ։ Որն է ձեր բնավորության ամենաբարդ գիծը։ Համառությունը, Ում խորհուրդն է ձեզ համար անբեկանելի։ ոչ մեկի։ Երջանկությունը վիճակ է, թե որոշում։ Կարծում եմ որոշում։ Ինչ եք զգում, երբ նայում եք հայելուն։ Ուզում եմ փոխել այն մարդուն, որն այս պահին կա ու դառնա ավելի լավը։ Որն է ձեր կյանքի գլխավոր հաղթանակը։ Երեխաներս, Որն է ձեր սիրելի գիրքը։ Հենրի Կիսինջերի դիպլոմասին։ Հայ լինելու ամենադժվար կողմը։ Կրել գեղեցիկ մի պատմություն մեր ազգային ուսերին եւ պահել այդ պատմությունը ու փոխանցել սերունդներին։ Եթե ոչ քաղաքականություն, ապա որ ոլորտը։ Մարքեթինգային, Քաղաքականությունը ձեզ համար աշխատանք է, թե առաքելություն։ առաքելություն միանշանակ, Իշխանություն, թե հեղինակություն, որն է կարևոր։ հեղինակություն, Ինչն է ավելի սարսափելի, սխալվելը, թե անտարբերությունը։ անտարբերությունը։ Ձեր քաղաքական կուռքը կամ կերպարը, որով հիանում եք։ Չկա։ Հայաստանը 10 տարի անց մեկ բառով։ Կապույտ երկնքի տակ խաղաղ եւ անվտանգ Հայաստան, բայց արժանապատիվ խաղաղ։ Ձեզ հետ հաճելի էր։ Նմանապես շնորհակալ եմ։